հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ Նորքի ամենաբարձրում գտնվող այս բլրի վրա կառուցվեց Նորքի Սուսակիս եկեղեցին։ Եվ այսօր հարկ է, որ յուրաքանչյուրս վերստին հիշենք բոլոր նրանք, ովքեր որ մասնակիցը եղան մեր եկեղեցու կառուցման։ Նախաձեռնությունը, ինչպես ասեցի, ամենայն հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսինն է։ Եվ փառք Աստծո մի նյույորքաբնակ բարերար ստանձնեց եկեղեցու կառուցելու ամբողջ գումարը, իր ընտանիքը։ Դա 98 թվականն էր, 1998 թվականը և երջանկահիշատակ Սարգիս Գաբրելյանի կյանքերով նվիրատվությամբ կառուցվեց մեր եկեղեցին։ Եվ այսօր հարկ է նաև հիշել այն շնորհալի ճարտարապետին, ով որ նախագծեց այս եկեղեցին, Բաղդասար Արզումանյանն է երջանկահիշատակ, ինչպես Բաղդիկ Արզումանյանն ենք ասում, որ Զվարթնոցի տաճարի նման առանց ներսի սյուների նախագծեց եկեղեցին, եւ այսօր հարկ է հիշել նաեւ Գրիգոր Խանջյանին, որի ամենավերջին աշխատանքն էր Տիրամոր նկարը, որը որ ինքը կատարեց, որից հետո ցավոք սրտի մահացավ։ Եվ շատ հավատացյալներ, որոնք իրենց ներդրումներով աջակցեցին, որպեսզի միշտ կենդանի մնա եկեղեցին։ Եկեղեցին ունի այսօր իր հավատացյալները, եկեղեցին ունի իր ծխական խորհուրդը, տիկնանց միություն, երիտասարդաց միություն, գործում է Կիրակնորիա դպրոցը եկեղեցում եւ բազմաթիվ բարերարների ջանքերով եկեղեցու շրջապատը ուրեմն զարդարվեց տարբեր խաչքարերով, մեր շատ ընտանիքներ իրենց նվիրաբերմամբ, իրենց ցանկությամբ եկեղեցու շրջապատում բազմում կառուցվեցին խաչքարեր, ինչպես նաև Սուրբ Գրիգոր Նարեկացու բաց խորանը, եւ ուրախությամբ պիտի հավանաբար դուք արդեն տեսաք, որ բարերարությամբ Հովհաննես Մկրտչյանի նվիրաբերմամբ մեր եկեղեցին ուրեմն տեղադրվեց Սուրբ Հովհաննես Մկրտչի խաչքարը, որի օրհնությունը այսօր մենք պիտի կատարենք Սուրբ Պատարագից անմիջապես հետո։ Ես ուզում եմ հիշել բոլոր նրանց, ովքեր որ մշտապես մեզ աջակցեցին, որպեսզի առավել կենսունակ կենդանի մնա եւ անպայման մենք պետք է հիշենք այս պահին մեր Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ arczepiskopos Քճոյանի, որի նախաձեռնությամբ եւ օրհնությամբ եկեղեցում իրականացվեցին բազմաթիվ եւ բազմապիսի միջոցառումներ։ Գրեթե բոլոր եկեղեցական տոների ժամանակ մեր եկեղեցում սրբազան հորօրհնությամբ կատարվեցին, իրականացվեցին այդ միջոցառումները, որոնք որ նաեւ հնարավորություն եղան մեր հավատացյալներին առավել մոտենալու մայր եկեղեցուն։ Ես միայն դավերն եմ ասում այս պահի, որովհետեւ տրամադրությունս լավ է, որովհետեւ մեր եկեղեցու տոնն է ուսման։ Ես ուզում եմ շնորհավորել այս առիթով բոլորիդ աղոթքով, որ Տերը իր օրհնությունը սերը երբևէ չպակասեցնի մեր հավատացյալների սրտի միջից։ Այն դժվարին վիճակում, որ այսօր գտնվում է մեր ժողովուրդը, դա անհասկանալի, անիմանալի կլիներ մի ժողովրդի համար, որը նոր այս աշխարհի վրա ծագած լիներ,
բայց մենք հազարամյակների պատմություն ունեցող ժողովուրդ ենք եւ տարբեր դարաշրջաններում այսպիսի եւ առավել դժվար իրականություններ մենք ապրել ենք, ինչով ենք ապրել միայն այն սիրով, որ մեզ միավորվել ջերմացել է։ Այն ամեն ինչ որ վատ է, ուրեմն այնտեղ չկա Աստված։ Եթե չկա Աստված, ուրեմն չկա սեր, որտեղ սիրո բացակայություն ինք Աստծո բացակայությունն է։ Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, հնարավոր չի, որ մեկը սեր ունենա իր հոգու մեջ, իր ընկերոջ, իր ընտանիքի, իր հայրենիքի, իր եկեղեցու նկատմամբ եւ այնտեղ Աստծո ներկայություն չլինի։ Միշտ բացակայություն, հենց սերը բացակայում է, այնտեղ մի փնտրեք երբեք Աստծուն, չեք գտնելու։ Այնպես ինչպես շատ մարդիկ, չէ, այն մարդիկ, որոնք որ Քրիստոսին, չէ, հրյա ժողովուրդը չխաչեց Քրիստոսին։ Քրիստոսին խաչեց հրյա ամբողջը։ Հրյա ժողովուրդը չի խաչել Քրիստոսին։ Հրյա ժողովուրդը ընդունել կամ չի ընդունել Քրիստոսին, բայց ամբողջը խաչել է Քրիստոսին։ Եվ մեր տարբեր դարաշրջաններում միշտ եղել են նման բաներ, ես դատավոր չեմ, որ հիմա քննություն անեմ, թե ով է մեղավոր, ինչ է մեղավոր, բայց ես գիտեմ, որ սերը պակասվել է մարդկանց մեջ։ Եկեղեցին երբևիցե տեղ չունի այս կողմ կամ այն կողմ գնալու, որովհետև կդառնա աղանդ։ Հայ առաքելական եկեղեցին առաջնորդվում է սուրբ գրքով եւ այն կանոններով, որոնք որ այսօր գործում են մեր եկեղեցու մեջ։ Այն դավանանքը, որ գործում է մեր ժողովրդի մեջ։ Մնացածը բազմաթիվ անգամներ ասել եմ, ժողովուրդը ինքն է ընտրում, լավը կամ վատ, ինքը գնում կանգնում է ձորի այսպես գլխին, ինքը ուզենա իրեն կգցի ինքնասպանություն կգործի, ուզենա չի գործի, որտեղ Աստված ազատ կյանք ա տվել։ Եվ ոչ մեկ մեղավոր չէ դրա համար։ Մենք բազմաթիվ անգամներ ասում ենք, մի գնացեք ժողովուրդ, մի գնացեք այդ աղանդների մեջ։ Նրանք հատուկ եկել են բաժանելու, մի մարդիկ են գնում են, ոչ միայն աղանդները, տարբեր կերպերով, տարբեր բժշկողների մոտ են գնում, հրաշագործների մոտ են գնում, ես ինչ իմանամ, ամենտեղ գնում են, բացի եկեղեցում իրենց սրտից բխած աղոթք անելուց։ Ես վստահ եմ եկեղեցում այդ մարդը աղոթքի անպայմանորեն այդ դուրը պիտի բացվի, որը ինքը ուզում է բախել կամ բախում է։ Մնացածները բոլորը խաբեություն են։ Այն ինչ որ այսօր կատարվում է, դա տասնամյակներ շարունակ կատարվող գործունեություն է։ Այն բոլոր կազմակերպությունները, որոնք որ գալիս էին, ձեր զավակների մեջ տանում են հայրենիքից կտրելու, ծնողից կտրելու, բարոյականությունից կտրելու եւ այդ շարքում նաեւ եկեղեցին ջերացնելու։ Բայց սա վերջը չէ, որովհետեւ մենք անցել ենք դրա միջով, որովհետեւ մենք Քրիստոսի հարության լույսի ճանապարհով ենք գնում եւ մենք վստահ ենք, որ կա մահ, կա հարություն, կա հաղթանակ, կա խավար, կա լույս եւ սա պիտի լինի ճշմարիտ Քրիստոսի։ Մնացած ամեն մարդը թող գործի իր համար։ Միևնույն է, ոչ մեկի պատմության մեջ չեն կարողանալ խաբել։ Պատմությունը ամեն մեկին իր տեղն է դրել։ Ամեն մեկին ճշմարտությունը միշտ ճշմարտություն պիտի մնա, որովհետև այդ ճշմարտության հետևում Քրիստոսի խոսքն է։ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, ով որ գա իմ հետևից նա պիտի հաղթի։ Եվ այս եկեղեցին որ կառուցվեց, մենք զենք է նաեւ այդ ճշմարտության առավել մոտենալու։ Հնարավորություն է, որ մենք առավել կարողանանք մոտենալ, ոչ թե մենք տրամաբանության այն նա ով իր տրամաբանությամբ է գործում, իր հավատքը կառուցում, այնտեղ է սկսում է աղանդը, ամեն մարդ մի կերպ է դրան մոտենում։ Բոլոր այն խորհրդակատարություններով, չգիտեմ այն ամենով, որոնք որ այսօր իրենք կատարում են։ Մարդը իր խելքով չի, որ պետք է կան հաստատված կանոններ եւ դրանց հազարամյակներ մենք չենք շերտել, եկեղեցին չի շերտել։ Գրիգոր Լուսավորչի ժամանակ ամեն Կիրակի մենք այստեղ հավատու հանգանակը մենք հաստատում ենք մեր հավատը, ասում ենք մենք այս հավատքը ունենք։ Եվ այդ հավատքը չի փոխվում, եւ չի փոխվելու, ով ինչպես է ուզում է մոտենալ։
Եվ այսօր մեր կենցաղավորնային ամբողջը հավատքի հեռացում է։ Որևէ խորհրդակատարությանը, մկրտությունը լինի, պսակը լինի, ամեն ինչ կա բացի Աստծուց։ Եվ Աստծու բացակայությունը նաև լինում է բացակայություն կամ ուրեմն ավելում այդ ընտանիքի։ Եթե նրանք հավատքով չեն գալիս եկեղեցի, նրանք չեն գալիս, նրանք մտածում են խոսքերն ասեցինք ու գնացինք։ Երբևիցե չեն մտածում, երբ որ ասում ենք հարցին հարց հնազանդ ես, որ ինքը ասում է հնազանդ եմ, ինքը իր ներկայացնում է որպես եկեղեցի, որը մայր եկեղեցի եք ասում, և ինքը իր ընտանիքի մեջ ստեղծում է իր եկեղեցին, և հայրը հեսան եկեղեցում, որ ասում է Տեր եմ, բայց այսօր ասում եմ Տեր եք հնազանդ են, և անմիջապես քանդվում է, և շատ հաճար, ինչու համար, որտեղ նրանք իրանք չեն զգացել, որ այդ խոսքերը ասում են, Քրիստոսի Աստծո առջև են ասում։ Սա է ամենակարևորը։ Մարդը եթե գիտի, որ Աստծո առջև է ասում, եւ տարբեր դժվարություններ պիտի կարողանա անցնել եւ բայց միշտ միասին լինել, այն նույն միավորմամբ ինչպես Աստված եւ եկեղեցին է։ Եկեղեցին ինքը հարց է, մայր եկեղեցին ինչու ենք ասում, որտեղ այնտեղ մկրտության ավազանն է, արգանդ է եկեղեցին, որի միջից քրիստոնյաներ են ծնում, բոլորը մկրտում են։ Եվ այս գիտակցությամբ է, որ մենք պիտի կարողանանք գնալ այն ճանապարհը, այս ուղով է, որ մենք պիտի գնանք այն ճանապարհը, որ մեզ խոստանում է Քրիստոս երկինք տանող։ Իմիջայլով չի լինում հավատացյալ, չի լինում, պարզապես չի լինում։ Հայ հավատացյալը կամ ընդունում է այդ հավատանքը մեր եկեղեցու և առաջնորդվում է, քայլում է այդ ճանապարհով, այդ պատգամներով, կամ հավատացյալ չէ։ Ով որ հավատացյալ չէ, նա թող իմանա, որ ինքը եկեղեցու անդամ չէ, և իր ճանապարհը մենք չգիտենք դժոխք, թե դրախտն, Աստված ինքը կորոշի, որովհետև Աստված նաև նրանց է հնարավորություն տվել։ Ես անցյալ անգամներին ասեցի քարոզի ժամանակ, Քրիստոս երբ որ մահացավ ինչ եղավ, առաջին իջավ դժոխք, մարդկանց հնարավորություն տվեց, որպեսզի իրենք էլ կարողանան ապաշխարել և կարողանան վեր բարձրանալ։ Բայց մեզ էլ պատգամ տվեց, որպեսզի մենք մեր սուրբ սեղանի վրայից մեր հավատացյալներին ասենք այս ճշմարտությունը։ Մենք տեղ չունենք այս կողմային թող գնալու։ Ովքեր ունեն տեղաշարժվելու տեղեր թող գնան, մենք չունենք։ Երբևիցե հայ առաքելական եկեղեցին որևէ մի անձի, որևէ մեկի քայլերը չի քայլել, մենք կարող ենք հաշվել ինչ-որ պայմանների մեջ։ Կոմունիստական շուտ ես 43 տարի արդեն 41 տարի է, որպես քահանա եմ եկեղեցում։ Եվ մենք ոչ մի բան չենք շեղել, բայց եկեղեցի գալացողը հավատացյալը պետք է իմանա, որ եկեղեցի ասում է, դա միայն այս շենքը չի։ Եկեղեցին ինքը ճարտարապետությունն է, եկեղեցին ինքը երկ է։ Մենք երբ որ ներս է շնորհալու ենք ասում, ներս է շնորհալու անվան տակ բազմաթիվ անզուգական ստեղծագործություններ կան, որի մասն կազմում նաև Կոմիտասը և մեր շատ վարդապետներ, որը որ բանաստեղծություն է, որը որ ճարտարապետություն է, քանդակագործություն է, հավատացյալներն են և պահում են նաև սիրելի հավատացյալներ, մենք այսօր մեր հոգու մեջ մանավանդ այն հավատացյալները, որոնք որ առավել ավելի շատ են լինում մեր եկեղեցու, հիշենք նաև մեր բոլոր այն հավատացյալներին, որոնք մեզ հետ մեր եկեղեցում աղոթում էին այսօր իրոք լուսավոր խորանների մեջ են, իսկ դրանք այս 23 տարիների ընթացքում մենք ունենք մեր եկեղեցում շատ հավատացյալներ, որոնք ամեն օր մասնակցում են մեր եկեղեցու արարողություններին, ժամերգություններին, թող Աստված ողորմի նրանց բոլորի հոգիներին։ Ես վերստի սիրելի հավատացյալներ ուզում եմ շնորհավորել բոլորիս մեր եկեղեցու Օթման 23-րդ տարեդարձի առիթով հորդորել բոլորին, որ առավել մոտեցեք ձեր եկեղեցուն, առավել մասնակցեք եկեղեցու կյանքի, որտեղ դուք եք եկեղեցին։ Դուք եք եկեղեցին, ժողովուրդն է եկեղեցին։ Մենք էլ ժողովրդի մաս ենք, բայց մենք սպասավորն ենք այդ ժողովրդի, ձեր սպասավորն ենք։ Այդ գիտակցությամբ
Երբ որ ասում եք եկեղեցի չպետք է հասկանալ մի քանի քահանա կամ չգիտեմ հոգևորականներ, որոնք որ ծառայում են եկեղեցու, մենք ժողովրդի սպասավորներն ենք։ Ուրեմն, եթե եկեղեցին թուլացնենք, ուրեմն մենք ենք թուլացնում այդ եկեղեցին։ Եթե հզորացնենք, ուրեմն մենք ենք հզորանում։ Եվ ինչպես ենք հզորացնում մեր եկեղեցին, մեր մասնակցությամբ եկեղեցու ուրեմն կյանքին։ Մասնակից լինելով եւ երիտասարդները պիտի ցանկություն ունենան ուզի առավել մեր մոռանան եկեղեցու մասնակցություն ունենան եկեղեցական կյանքին եւ կանայք եւ ծխական խորհուրդը եւ ընդհանրապես բոլոր հավատացյալները ես վստահ եմ որ մենք այս ճանապարհով եթե ընթանանք մեր եկեղեցին վստահորեն շատ կհզորացնենք եւ առավել ամուր կլինենք թող Աստված իր սուրբ հարության լույսով, ջերմությամբ, սիրով, խաղաղությամբ ուրեմն այցելի յուրաքանչյուրի տնտանիք Տիրոջ օրհնությամբ թող իրականություն դառնան ձեր հոգիների մեջ անթեղած բոլոր երազանքներն ու ցանկությունները ես վստահ եմ որ բոլորիս միակ ցանկություն ամենակարևոր ցանկությունը խաղաղությունն է մեր աշխարհին եւ ես վստահ եմ որ մեր ժողովուրդը ինքը արարողը եւ ինքը ստեղծագործողը եւ ինքը միշտ կարողանա գտնել այն ճանապարհը որը դեպի Տերն է տանում իր աշխատանքի շնորհիվ իր կամեցողությամբ իր աշխատասիրությամբ եւ միշտ մշտապես արարելու ցանկությամբ թող Աստված օգնի բոլորին այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն